Գրգին բարև, բարոն Մարտիրոսյան, Ձեր եցվածները քիչ ավելի դարբեր էին։ Ես անձնապես երբեք չեմ հասկացել, որ դուք ինտիմատիր եք։ Սակայն տեսանք մի քիչ մեկնաբանություններ, մարդիկ ձեզի ամենից ուզեցին ցույց տալ, որ ինտիմատիվ չեք։ Ես չեմ հավատար։ Ինչու դուք դարբեր եք ձեր եցվածքը գոչ ուղեցիք բեհապարհոր որ հրաժարի, հետաքրական է, չի հետևեցակ ուզեմ ձեզ մելցել, ինչու ձեր մոդեցումը։ Նախ ես այդ ապուշությունները չեմ կարդացել, որ իբրև թե ընդդիմադիր չի, բայց կարող եմ կռահել, թե ինչին են ասում, որտեվ քանի որ եթե մեկի ուղեղը տափակ է եւ հարթ է մտածում, ոչ մի բան չի տեսնում, միայն տափակ հարթություն։ Եզրակացությունը այդպես է, կամ ընդդիմադիր է, կամ ընդդիմադիր չի։ Չեն հասկանում, եթե ինչ որ բան ես ասում, որ իրենց տափակ տեսարանին հակառակ է, ինչ ես ասում։ Իրենց համար պիտի ամեն ինչ կամ այս գույնը լինի, կամ այս գույնը լինի, երկուսն էլ տափակ հարթություն։ Ես գտնում եմ, որ Գարեգին կաթողիկոսը եւ իր մերձավոր շրջապատը հայ եկեղեցին կործանող առաջնային դեմքերն են, Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանը ունի խնդիր կործանելու հայ եկեղեցին, բայց Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրը իրականացնում է թիրախավորելով թիրախավորելի խոցելի թույլ աղտոտված կերպարներին եւ նրանց միջոցով իր նպատակն է կործանել եկեղեցին։ Այդ կերպարներից ամենամեծը կաթողիկոսն է, որ վարկա բեկված Հայաստանին եւ հայ ժողովրդին բարոյապես դավաճանած, եկեղեցուն դավաճանած մեկն է։ Մի բան միայն, այն մնացածը չասեմ ինչեր է արել, ինչեր է անում, դրանք մանր բաներ են։ Եթե դու ականատես ես լինում քո հայրենիքի կորստյանը, հանձնմանը սկուտերի վրա նվիրմանը, որի ընթացքում հանուն այդ սկուտերի վրա նվիրելու զոհաբերվում են հազարավոր երիտասարդներ։ Եվ դու դրանից հետո մի հատ հրաժարականի կես պահանջ ես բարբաջում ընդամենը, բարբաջում։ Դու կաթողիկոս չես, դու ոչնչություն ես։ Դու դավաճանել ես քո կոչմանը։ Վերջ։ Զինվորականը, սահմանապահը, որը կանգնած է սահմանին, եւ իր վրա գալիս է թշնամին։ Բուտերբրոդը ձեռքին, եւ այդ սենդվիչը թշնամին մեկնում է իրեն, կամ չի էլ մեկնում իրեն, ինքը տեսնում է թշնամու զենքը դնում, հետ է գնում։ Դա սահմանապահ չի, դա ստահակ է։ Եկեղեցին սահմանապահն է հայ ժողովրդի եւ հայ ազգի, այլևս այդպեսին չի։ Ցավոք սրտի, բայց այդպեսին էր եւ այդպեսին պիտի լիներ։ Եվ այդպեսին պիտի լինի տրամաբանորեն։ Եվ եթե եկեղեցու ղեկավարությունը իդեմս կաթողիկոսի են այդպես է պայել, այն մնացածը ում հետ է քնել, քանի երեխա ունի, սեքսը ինչ դիրքով է սիրում, դրանք կարևոր չեն։ Դրանք էլ են կարևոր բաներ իր պարագայում, որտեղ կաթողիկոսը պիտի լինի Աստծո ներկայացուցիչը երկրի վրա, պիտի մյուս մարդկանցից տարբերվի ժուժկալությամբ եւ այլն եւ այլն։ Ճիշտ հակառակն է ամեն առում։ Բայց դրանք ինձ հիմա այս համատեքստում հետաքրքիր չեն։ Թող ունենար 3 կին, 47 ապօրինի երեխա, խախտած լիներ իր կուսակրոնության ուխտը, ես դա չէի ողջունի, բայց միանշանակ կսատարեի իրեն, եթե ինքը պատերազմի խայտարակ այսպես ընդմիջումից հետո, որտեղ պատերազմը չի ավարտել, նոյեմբերի 10-ին 2020 թվականի քաղաքական պայքարի մեջ մտներ այս իշխանության դեմ եւ խրող ձևով գնար առաջ եւ առաջնորդեր Բարոն ժողովրդին։ Մարտիրոսյան, միայն ներողություն Ես կլինեի իր ամենաուժեղ ներողություն, պաշտպանը։ գուզեմ ներկայացնել այլ շատ կներեք, գուզեմ ներկայացնել այլ գոմ, մանավանդ Փաշինյանիստներուն զինագիստներ արտասահմանեն աստեսությունը առաջ կմղեն։ Գեսեմ որ եկեղեցին շատ զարայեղ թիրքոլոշվեցավ օրվա իշխանության դեմ։ Գուզեմ ձեր ստագացում, ըստ էության դուք կսեք որ ոչ ընդհանրակը եկեղեցին ընդհանրապես չի թիրքոլոշվեցավ։ Ամենից որ գուզեմ ցեք աս կեստագելը ձեզի հարցնել, հրամ մեծ է։ Կներեք որ ընդհանրեցի։ Եկեղեցին այդ ոնց եկեղեցին դիրքավորվեց իշխանության դեմ, այդ ինչ արեց որ ներողություն անցյալ տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տաճարի, մայր տաճարի վերաբացմանը, վերաօծմանը եւ խայտարակ եվրոռեմոնտից հետո հրավիրեցին իշխանությանը եկեղեցին։ Ռեժիմին հրավիրեց եկեղեցին։ Այդ ռեժիմն է միշտ թքած ունեցել եկեղեցու եւ նրա առաջնորդների վրա, ոչ թե եկեղեցին սրանց վրա։ Եկեղեցին սրանց մինչեւ հիմա չի էլ բանադրել, չի նզովել, չի անիծել, եկեղեցու ղեկավարությունը։ Բայց վերջի վերջո, եթե ժողովուրդը լքել է եկեղեցուն,
Եկեղեցին ինչ է մնում։ Եկեղեցին մնում է եկեղեցական իշխանությունը, կղերականությունը։ Հիմա կղերականությունն է, հոգևորականություն չկա։ Մի քանի հոգևորական կա, մնացածը կղերներ են։ Խավարամիտ, գողական բան եւ բայց դա թողնենք մի կողմ։ Այս կաթողիկոսը այնքան խնդիրներ ունի։ Հիմա տեսնում ենք, որ Արշակ եպիսկոպոսին, որ կաթողիկոսի մերձավորներից է թիրախավորում է։ Արդեն ակնհայտ է, շատերին հասկանալի է, կարելի է կռահել, չէ՞, օրինակ ես կռահում եմ, ենթադրում եմ, որ հաստատ մի հատ պորնո նյութ ունի Արշակ եպիսկոպոսի վրա։ Եվ եթե չունենար, խոցելի չէր լինի Արշակ եպիսկոպոսը։ Բայց արդեն խոցելի է, ակնհայտ է, որ այդ նյութերը մի օր դուրս է թափելու, հրապարակվելու է եւ այլն եւ այլն։ Հա դա դժվար չի այդ մասին կռահելը։ Ես ոչ մի փաստ չունեմ, ես կռահում եմ, միայն կռահ, բայց հեչ դժվար չի դա կռահելը։ Հիմա այս մարդիկ խոցելի են արդեն, չէ՞։ Պլյուս որ հարգանք չեն վայելում, բան չեն վայելում։ Եղբայր, եթե դուք ինքներդ վերահսկելի ձևով փոխանցեիք ձեր պաշտոնները, ձեր գահը, արժանապատիվ մարդկանց ձեր մեջից դուք կանեիք հերոսական մի բան, կփոխանցվեր դրանով եկեղեցու իշխանությունը, բարոյական, հեղինակավոր մարդկանց, որոնց թիրախավորել հնարավոր չէ լինի այս իշխանության համար, եւ շատ կդժվարանար իշխանության գործը քանդելու եկեղեցին։ Ես Բայց հիմա հասկացա։ իրենց թիրախավորելով թիրախավորում եկեղեցին։ Այսինքն, եթե դու տեսնում ես, որ կա մի քաղցկեղային գոյացություն մարմնի վրա, եւ այդ գոյացությունը բերել են այդտեղ վիրուս ու բակտերիա են մտցնում, որտեղ բաց վերք է այդտեղ, դու ինչ ես անում։ Դու այդ գոյացությունը պետք է հեռացնես, որ մարմինը սկսես բուժել եւ պաշտպանվի մարմինը, որտեղ դա մտնելու տեղն է վիրուսի, բակտերիայի եւ հիվանդության։ Եվ քաղցկեղ է ինքը իր հերթին է քայքայում, ինքը չի թողնում օրգանիզմը գործի։ Եկեղեցին իր ֆունկցիան չի կատարում։ Եկեղեցու ֆունկցիան ազգը փրկելը, ազգը առաջնորդնելն է, ոչ թե կնունք, թաղում, հարսանիք անելը, փող հավաքելը եւ եվրոռեմոնտներ անելը։ Դա չի եկեղեցու ֆունկցիան։ Եկեղեցու ֆունկցիան հայ եկեղեցու ֆունկցիան։ Հայ ազգին առաջնորդելն է։ Ամեն ինչի տոտալ բացակայության պայմաններում, ինչպիսին մենք այսօր ենք եւ երբեք չենք եղել, բայց սրանից ավելի թեթև իրավիճակներում առաջնորդել է եկեղեցին։ Այսօր եկեղեցին իր լռությամբ հանցակից է այս երկրի վերացման process-ին։ Հիմա եթե ես ասում եմ, որ պիտի կաթողիկոսը հեռանա, ընդ որում ես չեմ ասում պիտի հեռանա Նիկոլի Պանջով, ես ասում եմ Նիկոլի Պանջով չպիտի հեռանա։ Ինքը պիտի իրեն աթոռակից ընտրի, ինքը ընտրի։ Այդ պրակտիկան կա։ Փոխանցի աթոռ եւ ինքը հեռանա։ Փոխանցի այնպիսի մարդու, որը հեղինակություն ունի, որը հարգանք ունի, որը անխոցելի է, որի վրա sex tape չկա, որը սեքսով չի զբաղվել ինչ որ մեկի հետ եւ դա չի արձանագրվել, որը երեխա չունի։ Եվ վերջին հաշվով, որ ասում են հիմա էլ մոդա է, չէ, ասում են արդարացնելու համար, որտեղ դե մենք այդպեսին ենք, պիտի արդարացնենք ամեն ինչ։ Ասում են դե լավ, հիմա հա դե կուսակրոնությունը խախտելը դա ինչ կարևոր է բա։ Այս ամեն ինչի կոնտեքստում կարևոր չի, այո, բայց իրականում ներողություն կուսակրոնությունը եկեղեցու կարգն է, մտնում ես եկեղեցի, դառնում ես եպիսկոպոս, արքեպիսկոպոս, դու ոչ միայն ծառայում ես, ընդ որում հիմա իրենք չեն ծառայում, դու առաջնորդում ես, դու վայելում ես փառք, դու ապրում ես պալատում, քո ծախսերը վճարվում են, դու ապրում ես ըստ էության անվճար, քո հոտը քեզ ֆինանսավորում է, որովհետեւ դու ծառայես միայն Աստծուն ֆունկցիային, ընտանիք չունենաս, երեխաներ չունենաս, որովհետեւ փող չաշխատես նրանց փոխանցես, չմտածես ու այլոց մասին, մտածես քո զավակը լինի, քո ժողովուրդը, քո հոտը եւ այլ։ Այ դրա համար է կուսակրոնության ինստիտուտը։ Ոչ թե դե հա լավ, դե հիմա այս դարում եւ եթե դու չես կարող ժուշկալ լինել, օրինակ ես կներեք ես կուզենայի եպիսկոպոս լինեի, արքեպիսկոպոս լինեի, ապրեի, ծրի եւ այլն, կաթողիկոս լինեի, եւ եթե գնայի եկեղեցի միգուցե եւ լինեի, հասնեի այդտեղ, բայց ես չեմ անգամ մտածել այդ ճանապարհի մասին, որովհետեւ դա իմը չի, որովհետեւ ես կուսակրոնություն չեմ ուզեցել պահել։ Հասկանալի է։ Եվ ես, հա, այսինքն հիմա եթե դուք չեք պահել, լավ, էլի ջանդամ։ Բայց եղբայր դուք բացահայտված եք։ Այդ մարդիկ ձեր վրա կոմպրոմատ ունեն, որ դուք խախտել եք, այսինքն դուք մի բան երթվել եք, խաբել եք։ Դա հեղինակազրկում է եկեղեցուն։ Շատ լավ է, որ երեխա ունի, այն առումով, որ դա այդ երեխան էլ հասուն կին է, որքան կաթողիկոսն է, հա, ինչպես ասում են։ Մարդ է, կյանք է տվել, ես չգիտեմ ով է այդ կինը, Բարոյ Մարգարոսյան, միայն առաջ որոնք մի հատ ընդհանրեմ գներեք։ Ճիշտ այդ ըսիկ որ բայց
հրավիրեց Վարշավետ Փաշինյանին այդ ցերնարգին, սակայն Փաշինյանից արտասահմանյան զինագիստները այսօր ատուկ գործած եւ ինձ թեմա գիբիջին որ այդ հրավերին Ջարի մեջը վեապար հայրը Վարշավետ Փաշինյանին թեմ քաղաքական քննադատած իր ներկայության եւ անդեղեն Ու բացած։ ինչ է քննադատած։ Դո ինչ է քննադատած։ 2 օր առաջ էլ իբրև թե քննադատեց։ Ինչ երկու կտկտիր վախկոտ բարի այդ քննադատել է դու կաթողիկոս ես այ մարդ։ Թե դու ողորմելի խղճուկ ես։ Դուրս է եկել խաչակրած արշավանքի քո եկեղեցու քո միջոցով, քո եկեղեցու դեմ ու դու ողորմելի նստած լռում ես դու։ Էս կամ այն եպիսկոպոսն է խոսում, տղամարդ ես վեր կաց խոսի։ Եթե կարող ես քեզ, եթե տակդ հետույքդ կեղտոտ է, եթե կոմպրոմատ կա քո վրա, ուրեմն էլի աթոռակից ընտրի դուրս արի, ասա ես գնում եմ, լավ, եղբայր, ես եմ թիրախը, ես գնում եմ, որպեսզի եկեղեցին չդարձնեն թիրախ։ Այդպես են անում։ Պետության ղեկավարներն են այդպես հեռացել փոքրիկ բաներից, նախարարներ են աշխարհում հեռացել, վարչապետներ են հեռացել, թագավորներ են հրաժարական տվել։ Իսպանիայի թագավորը ընտանիքում մեղադրանքներ հնչեցին ընտանիքի հասցեին ֆինանսական հարցերով, պլյուս լուսանկարներ հայտնվեցին, որ Աֆրիկայում փիղ է սպանել, նախկին թագավորը, որ շատ հարգված մարդ էր, իր երկրի համար ծառայած մարդ էր, մարդը հրաժարական տվեց գահը փոխանցեց որդուն, որպեսզի թագավորության ինստիտուտը եւ թագավորական ընտանիքի ինստիտուտը չվնասվի, հրաժարական տվեց, փոխանցեց իր արժանավոր որդուն, որ շատ արժանավոր մարդ է, Իսպանիայի թագավորը, հարգանքի արժանի մարդ է, հիմիկվա թագավորը, ինքն էլ էր հարգանքի արժանի։ Բայց մարդը քայլը արեց, հեռացավ երկրից, որպեսզի անգամ երկրում չլինի։ Եվ ասում են էմիրություններում է ապրում արաբական։ Դա է արժանապատվությունը բանը։ Տեսա, որ դառնում է թիրախ, եւ ինձ կարևորել չի ինքը մեղավոր էր, մեղավոր չէր, մեղադրանքները հիմնավոր էին, հիմնավոր չէին։ Ես իսպանացի չեմ, շատ խորը չեմ էլ հետևում։ Բայց մարդը քայլ արեց, որպեսզի ինստիտուտը զերծ պահի անգամ շահարկումներից եւ մեղադրանքներից։ Բա դու ես աղետալի վիճակում նստել ես եւ թույլ ես տալիս, որ քեզ որպես խոցելի օղակ խոցեն եւ դու ոչինչ չես անում, կամ գնա, կամ ասա մնում եմ, այդպիսի բան չկա։ Բայց եթե կա ում ես սպասում ես որ սա կանցնի, հա, չի անցնելու։ Ակնհայտ չի այսօրվա ամբողջ այսպես կոչված վարչապետի, այսպես կոչված հրապարակումներից ինչ process է գնում եւ ինչ է լինելու, ակնհայտ չի։ Եվ կաթողիկոսին այսօր պաշտպանելը նշանակում է հարվածել եկեղեցուն։ Ընդհակառակը պիտի կաթողիկոսին հասկացվի, որ եղբայր գնա, որտեվ քեզ են դարձրել խաղության նոխած, քեզ են դարձրել թիրախ, քո միջոցով են կանդում եկեղեցին։ Գնա թող այնպեսի մարդ գա, որին հնարավոր չլինի կպնել եւ նրա միջոցով հնարավոր չլինի եկեղեցին քանդել, որտեվ գերագույն նպատակը եկեղեցին է, ոչ թե այս կաթողիկոսի կեղտոտ հետույքը գահին պահելը։ Այն որ այդ դու ուտապ խոսենք Բաղար Մարտիրոսյան, վերջերս լսեցինք վերլուծումներ, ախ կուզեմ գներեք ողջունում եմ Բաղար Հարութ Սասունյանը, որ իմ խնդրանքից շատ հստակ իր մասնակիտական տեսակետը տվավ, այսօր Փաշինյանական զինագիստները Հայաստանում են սպիրտ առաջ կքշեն այն տեսակետները, որ կամ որ միամիտ կերպով մարդիկը որ կգտնեն, սակայն կամ որ դիդումնավոր կգտնեն, որ գերագանը ինչ իրավունք ունի, իրավունք ունի գերագանը քաղաքական խառնվելու, ուզեմ նաև ծեր մասնակիտական կարծիքը, արդյոք գերագանը իրավունք ունի, չէ՞ ավելի բարդավոր չէ, ինչպես որ ասիկ որ ասկը պաշտպանելու, արդյոք գերագանը Ոչ միայն իրավունք ունի, այլև պարտք ունի հայ եկեղեցականը խառնվելու քաղաքականությանը հատկապես հիմա, ոչ միայն խառնվելու, այլև ստանձնելու քաղաքական դեր, պարտք ունի, եւ այդ պարտքը չի իրականացնում։ Այդ դրա համար է իմ համար այս եկեղեցին վերջացած, ցավոք սրտի, որտեղ դա միակ ինստիտուտն էր, որը կարող էր դա անել, եւ պատական չի, որ այդ ինստիտուտը քանդում են այսօր։ Քանդում են եւ ներսից եւ դրսից շատ པարզ պատճառով, որովհետեւ գիտեն, որ դա այդ պոտենցիալն ունեցող ինստիտուտ է։ Հաստատություն է, բայց քանդում են։ Սա է։ Բակա Սրբազանի շարժումի մասին ինչքիսեք ես անձնապես անանցել եմ որ բավական ու հաստատվեց շատեր ինձ նման որովհետև մոմենտում գործընծուց եւ դարձավ շատ կները Բակա Սրբազանը սակայն իր շարժումը դարձուց այսպեսի անլուրջ կամ անվճռական չեմ գիտեր Ֆրանկ Սինատրայի երկելով մի խոսքով մսխվեցավ ինչու եւ ինչպես կնահատեք ես անգամ կարծում եմ եւ հավատացած եմ որ դա արվեց այս կաթողիկոսի միջոցով որովհետեւ Ռուսաստանից հավատացած են որ եկավ հրահանգ որպեսզի այդ շարժումը մարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։ Եվ հավատացած են, որ կաթողիկոսը հրահանգեց
Բագրատ Սրբազանին դադարեցնելու պայքարը եւ դա մտցնելու Ռուսաստանի կողմից վերահսկվող փուլ։ Եվ դա արվեց շատ բարեհաջող ձևով, դարավ խեղ կատակություն։ Դրանով նաեւ չեզոքացվեց հավատը առ այն, որ եկեղեցին կարող է քաղաքական պայքար առաջնորդել։ Սա ռուս-թուրքական պլան էր, որը չէր կարող այս հունով գնալ, եթե կաթողիկոսը իրեն պահեր այլ կերպ։ Դուք պատկերացնում եք կաթողիկոսը գար միանար այդ շարժմանը, ինչ կլիներ։ Պատկերացնում եք, կաթողիկոսը մնաց պալատում, ասեց ես գործ չունեմ, Բագրատին ասեց ասա գործ չունես, եւ առանց իր հրահանգի Բագրատ arczepiskopos-ը կարող էր մի քայլ անել, այս կաթողիկոսը դիկտատոր է։ Ընդ որում ուղեղով դիկտատոր չի։ Եվ իր եպիսկոպոսը կարող էր ինքնուրույն ինչ-որ բաներ անել, իհարկե ոչ։ Սկիզբն էր, վերջն էր կաթողիկոսի մատախառը։ Հիմա գալիս է իր գլխին։ Հիմա Նիկոլ Փաշինյանին իշխանության մնալու հնարավորություն տալու համար ինքը վճարում է ավելի թանկ գին։ Եվ կամ կգնա խայտարակությամբ, եւ ակնհայտ է, չէ՞, որ կարելի է կռահել, թե ինչ կոմպրոմատներ կան իր վրա եւ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը շուտով։ Դրանով վարկաբեկելու է եկեղեցին նույնպես։ Ահա, այս է եկեղեցին, այս էր եկեղեցու գլուխը, դա է թեման, դա է նարատիվը, դա է սցենարը, որ գծել են։ Այսինքն ձեր կարծիքով բարոն Մարտիրոսյան կաթողիկոս դեղի է դարու եւ Փաշինյանը հաջողելու է արշավի մեջ, որտեղ ես այլ կպատկերացնեի։ Ես հավատացած եմ։ Ցավոք սրտի, կարծում եմ, այսինքն պիտի հրաշք լինի, որ դա տեղի չունենա։ Հրաշքներ երբեմն լինում են։ Կարող է եւ սա գնա, այսպես անցնի գնա, բայց չեմ կարծում դրա հավանականությունը շատ ցածր է։ Փաշինյանի հետևողականությունից այս հարցը հետապնդելու արդեն կաթողիկոսին համարյա հայհոյելուց, այսինքն Փաշինյանը բաներ է գրում ու ասում, որ անպատկերացնելի են, ասենք նորմալ հասարակության մեջ, նորմալ վարչապետ ունենալու պարագայում, նորմալ կաթողիկոս ունենալու պարագայում, նորմալ իրավիճակում սա անհնար է պատկերացնել։ Սա վատ ֆիլմում անգամ այսպիսի բան չեն անի, որտեղ այդ ֆիլմը կտապալվի որպես ցնդաբանություն, բայց այդ ֆիլմը իրականություն է Հայաստանում։ Հիմա այս ամեն ինչից ելնելով եւ սրա վրա հենվելով ակնհայտ է, որ Փաշինյանը չի կանգնելու, ինքը ունի առաքելություն։ Այդ առաքելությունը ես հավատացած եմ։ Իրեն գծել ձեռքը տվել են Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ինքը սա չի կանգնելու, ինչի՞ պիտի կանգնի։ Շատ հեռու է գնացել կանգնելու համար։ Նաեւ արդեն դառնում է իր պատվի հարցը ինքն իր աչքում։ Ինքը այսքան հեռու գնացել է, ուրեմն չի կարողանալու հանի կաթողիկոսին։ Կաթողիկոսն ինչ է որ չհանի։ Մարդը Արցախի հարց է լուծել։ Տասնյակ հազարավոր զոհերի խնդիրն է փոշիացրել։ Այդ մարդիկ գնացել կյանք են տվել այդ հողը ունենալու, այդ հողը պահելու, հայրենիքը վերականգնելու համար։ Ինքը հայտարարությամբ, ստորագրությամբ տվել է, քարվաճառ է տվել, սա է տվել, զոհերի հեղած արյունն է զրոյացրել, բարոյապես ու մարսել է ամեն ինչ։ Տո մի հատ քոսոտ եկեղեցին ինչ է որ չուտի այդ եկեղեցին։ Ինչու եմ ասում քոսոտ, որտեվ քոսոտացրել են այդ եկեղեցին եւ քոսոտացրել են կղերները։ Եկեղեցին կենթանի օրգանիզմ է, երբ որ մեռնում է այդ եկեղեցին դառնում է ոչ մի բան, բայց այդ եկեղեցին սուրբ եկեղեցի է։ Հայ առաքելական եկեղեցին սուրբ կառույց է։ Այդ կառույցը քոսոտացրել են հիմա։ Ես սարսափելի բան եմ ասում, ես չեմ կարող հավատալ, որ ես այս արտահայտությունը ասում եմ այն եկեղեցու մասին, որի մասն եմ ես, եւ իրոք է դրա մասն եմ, եւ ես շատ ուզում եմ, որ այս եկեղեցին չմեռնի, վերջին կառույցն է։ Որ այս եկեղեցին վերադառնա իր սուրբ կարգավիճակին, բայց դրա համար անսրբությունը պետք է դուրս գա այս եկեղեցուց, որպեսզի այլ անսուրբեր չկարողանան այդ անսրբությանը հղում անելով ոչնչացնեն եւ քոսոտացնեն եկեղեցին։ Իմջելոս այդ քոսոտ բառ արտահայտությանը ինքս դեմ եմ, դեռևս սխալ եմ օգտագործում, պիտի փալաս բառը ասեմ դրա փոխարեն երևի։ Փալասացմանը պիտի դեմ լինենք։ Եվ այս եկեղեցին պիտի փրկվի ոչ թե ստից կաթողիկոսին պաշտպանելով, այլ իրականում եկեղեցու շահերը պաշտպանելով։ Այգեր պիտի ձևավորենք քիչ այսպես վերացական բարոն Մարտիրոսյան։ Եթե ցեր խորհուրդով ընտանա հնարավոր է դա եթե կաթողիկոսը սկաց որ ինքը իսկապես պիտի բարդվի, հնարավոր է որ սա մարդկային փնաստ է որ վերջին անգամ ինքը կարող է վերջին նախաձեռնությամբ այդ ցերկային դիմե։ Արդյոք դա քային դիմե։ Ոչ, չի դիմելու։ Ոչ մի խելացի որոշում, ոչ մի ինստիտուցիոնալ որոշում,
ոչ մի պետականամետ, ազգամետ որոշում որևէ մեկը Հայաստանում այսօր չի կարող ընդունել, որովհետև չի ուզում ընդունել, որովհետև ունակ չի դա անելու։ Դա դեմ է մտածողությանը, համընդհանուր մտածողությանը դա դեմ է։ Իմ համոզմամբ։ Հետևաբար ոչ մի նման որոշում չի ընդունվելու։ Կաթողիկոսը մնալու է, մինչև իրեն Մոսկվայից զանգեն, ասեն դուրս արի։ Եթե չեն ասել արդեն ինքը ուղղակի ժամանակ չի շահում ինչ որ խնդիրներ լուծելու եւ նոր դուրս գալու համար։ Եվ ինքը դուրս է գալու Նիկոլ Փաշինյանի սցենարով։ Պայմանավորվածությունը կա վստահ եմ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է process-ը, կաթողիկոսը խաղալու է Ռուսաստանի թելադրանքով եւ ստացվում է Թուրքիայի պարտադրած պայմաններով։ Եվ ինքը կարծում եմ դուրս է գալու, հրաժարական է տալու եւ դա լինելու է այն սցենարով, որ տեղը Նիկոլ Փաշինյանի ուզած մարդն է գալու։ Այդ չի լինելու Եթե կաթողիկոսը այդպես արած չլիներ, արդեն բանը բանից անցել է։ Այդ դոմփելը հիմա արդեն հնչում է որպես շատ մեղմ փաղաքշական բառ։ Համեմատած այն ամենի հետ, ինչ կարդացել ենք մենք այսօր կամ երեկ։ Եվ այս ամենից հետո եթե կաթողիկոսը լուր է, նշանակում է ինքը չկա։ Ինքը դիակ է, բարոյական դիակ, եւ ինքը սպասում է, թե իրեն ոնց են այս կողմից այն կողմ տշելու։ Այս կաթողիկոսը այս եկեղեցու կործանման բանալին է այսօր։ Ու դա չեն հասկանում են ուռա կաթողիկոսականները, որոնք կաթողիկոսին պաշտպանելով կարծում են, թե իրենք եկեղեցուն են պաշտպանում։ Չկա այդ գիտակցությունը, պետական մտածողություն գոյություն չունի։ Գոյություն չունի դաշտում, իսպառ բացակայում է պետական մտածողություն։ Սիստեմիկ համակարգային մտածողությունը բացակայում է։ Ցեղային ինչ որ մտածողության տարեր են սավառնում օդում։ Ինչ որ կլանային ինչ որ բան, հա։ Վայ, հարձակվեց կաթողիկոսի վրա, պաշտպանենք կաթողիկոսին։ Չեն հասկանում, որ հարձակվեց, որտեղ տեղ ունի հարձակվել, որտեղ կաթողիկոսը ինքն է թույլ տվել։ Չեն հասկանում, որ կաթողիկոսը այդ ամբողջ process-ի մեղավորներից մեկն է, եթե ոչ հիմնական մեղավոր, որ այդ process-ը սկսվել է եկեղեցու դեմ։ Հետևաբար եկեղեցուն կաթողիկոսին պիտի ասեն, հələ մի րոպե դու ես կողմ, դու ես խնդրեմը։ Մենք եկեղեցուն պաշտպանելու համար քեզնից ազատվում ենք, գնային կողմ։ Չէ, վայ, կաթողիկոսի այդ տափակ հարթությունն է։ Կաթողիկոսի վրա հարձակվեց, բազում ենք պաշտպանենք կաթողիկոսին։ Այդ նույն տրամաբանությամբ Նիկոլի հետ աշխատողներ կան, որոնք աշխատել են պատերազմից հետո էլ են աշխատել։ Հենց Նիկոլը տշում է դրանց, դրանք դառնում են ընդդիմության սիրելիները։ Ապշել կարելի է։ Ապշել կարելի է։ Այսինքն այդ մարդկանց այդ ամբողջ չարած, արածը, այդ ամեն ինչը ջրվում է, հենց իրենք դառնում են Նիկոլին հակառակորդ, որտեվ իրենց տշել է Նիկոլը, ուրեմն իրենք դառնում են ընդդիմադիր դեմքեր։ Ընդդիմության կողմից ընդունելի, հասարակության կողմից ընդունելի։ Սա այդ հարթության լավագույն ապացույցն է, մտածողության հարթության։ Հետևաբար, գիտեք Պետրոս, վերջին հաշվով խոսում ենք այն աստիճանի հստակ գիտեմ ինչ է կատարվում եւ ինչ է լինելու, որ իմ համար ոչ միայն անհետաքրքիր է, արդեն տեսակ ոնց որ ապուշ գործով զբաղվես։ Դատարկ տեղը խոսես, ում համար ես խոսում, ինչի, հա, մի քանի հոգի նայում են, լսում են, հավանում են, բան, համակարծիք են քեզ հետ, բայց մեծ հաշվով Պետրոս հասկանում ենք, չէ, ինչ է կատարում եւ ինչ է լինելու։ Որտեւ այսպիսին է իրականություն, որտեւ այսպիսին ենք կրկին ես եւ դուք չէ, բայց մենք այսպիսին ենք։ Հասկանում եմ ես։ Ամերիկացիները գսեն I feel you։ Դոկտոր Հայկ Մարտիրոսյան, շնորհակալ եմ։ Հասկանում եմ ձեր ցավը, հասկանում եմ ձեր անգերությունը եւ ձեր կապարնը, որ ասիք, ես լավ եմ հասկանում եմ, ճիշտաբար շատ ճիշտ ասիք, հայ ասկի մեջ դոգմատիկ սև ու սպիտակի մտանությունը կա, ինչպես կոմպյուտերը 0-1 է, այսպես է, իսպյուկի մեջ հնչագես կամ տաշնագես էր, այստեղ նախկին ես կամ ներկա, կոչարյանական ես կամ նիկոլական, եւ ճիշտաբար հայ ասկի գործանվի այս քարագոսիացած ռոբոտիկ դոգմատիկ դասերագերմին ես ցեր ասածները շատ լավ եմ հասկանում եւ կարող եմ ուրախ եմ որ տապանցում եմ ես հասկանում եմ ձեր միտքը դուք ասում եք որ կաթողիկոսին հրաժարականը բանջում եք որբեսի թույլողակը էսես թույլ ես շատ անորոշությունները չեմ գիտեր այսինքն բանը եկածեմ սակայն ձեր դրան բանջությունը դեռ մոդելություն ես հասկացա ինչ եք ուզում ասել ուզում եք ասել որ էսես էսեր գարձիկին կաթողիկոս այն թույլողակն է խոցելի եւ այդ պաշտպանությունը դիտի լինի թույլ նախընտրելի որ փոխարինվի մեկ այլ խաղացողով որպեսի կարողանա պաշտպանել եկեղեցին տարբասը ինչպես որ ես միանշանակ քիչ կորոզեմ հասկացած ես դոկտոր Հայկ Մարտիրոսյան շնորհակալ ենք
գներեք, ես հասկացի, որ ցեզիալ ավելի այսպես depression պատճառեցի, որտեղ ես հասկանում եմ, որ դուք ցավով եք։ Էй, տեսեք, Պետրոս, այլ ասեմ, ես depressed չեմ, թեև depressed եմ, հա, այդ առումով, քաղաքական առումով, բայց depressed չլինելը այսօր, եթե դու հայ ես եւ ուղեղ ունես, նշանակում է դու չկաս, դու Այո, կամ մեռած ես, կամ չեմ ուզում ասել ինչ ես։ Դու ո՞ս կարող է հասկացա ինչ մարդը եմ տեսնել ասել։ կատարվում, Այն մտածել մնան եւ ասել ես depressed չեմ, չէ, վայ, նա depressed է։ Ասենք դու պետք է անառողջ լինես, հա, որ այդպիսի բան այո, ասել, այդպես մտած։ Այս վիճակից ո՞ս կարելի է depressed չլինել։ Ո՞նց կարող է նորմալ մտածող մարդը խելագարվելու աստիճան բան չին։ Ես հələ շատ ավելի հանգիստ եմ այն առումով, որ ես ընդունել եւ հաշտվել եմ։ Մի հատ դրա, մի հատ մեղադրում են depressed լինելու համար, մի հատ էլ ինձ մեղադրում են, ասում են դե հանձնվել է, բան, եղբայր, ես չեմ հանձնվել, դուք եք հանձնվել։ Ես հենց այդ է, որ ես չեմ հանձնվել, հանձնվածը դուք եք։ Դուք եք հանձնվել, ձեռքերը լվացել, կողքից նստած նայում եք։ Ես խոսում եմ, բա դուք ինչ եք անում։ Եթե ձեզ թվում է խոսելը գործ չի, շատ սխալում եք, խոսելը ամենամեծ գործն է իրականում։ Հələ քանի հոգի է խոսում։ Իսկ որ ասում եք անել ինչ անեմ, բահը վերցնեմ գնամ խրամատ փորեմ հանրապետության հրապարակում։ Ու դուք ապուշ չեք։ Իսկ ինչ պիտի անեմ։ Բանը իմ գործը մանավանդ խոսելն է։ այո, Եվ ասում եմ, բան է այդ բանն, ամենասկզբում խոսքն էր։ այո, Խոսքն է ամեն ինչ ստեղծում եւ այո, արարում եւ իմ դար, բայց եթե դուք ցանկություն չունեք որևէ բան ստեղծելու, արարելու, ես խոսեմ, չխոսեմ, անիմաստ, բայց գոնե ես խոսում եմ, բա դուք ինչ եք անում։ Ձեզ հարցեք, դուք ինչ եք անում։ Հետևաբար, Պետրոս, ոչ թե դուք ինձ ավելի depressed դարձեցիք, չէ, ես ուղղակի արտահայտվում եմ, որովհետև ես տեսնում եմ, որ վերջը մոտ է։ Ում է հաճելի իմանա, որ վերջը մոտ է կամ որ ինքը մեռնելու է, բան, փոխաբերական առումով, հա, բոլորս էլ մեռնելու ենք, բայց փոխաբերական առումով ես գիտեմ, որ իմ երկիրը, իմ հայրենիքը մեռնում է։ Իմ հողը չի լինելու էլ իմ հողը։ Իմ մշակույթը չեզոքանա, զրոյանալու է։ Եվ ես սարսափելի հիասթափված եմ իմ ցեղակիցներից սարսափելի հիասթափված եմ։ Աննկարագրելի հիասթափված եմ։ Եվ եթե ես հիասթափված չլինեմ, գնացեք, մտածեք թե դուք ով եք, որ դուք խոսքը ձեզ չի վերաբերում անձամբ։ այո, ես Դուք ով հասկանում եք, եմ, ես հասկանում եմ ինչ որ եք դուք ուզում։ հիասթափված չեք։ Այսինքն, Խոսում եք հասարակության ընդանուր, ոչ թե ինձ այ, անձնական չեք խոսում։ այ, Դա ես այ, լրիվ հասկանում եմ ու գաղթեք։ Դոկտոր Հայկ Մարտիրոսյան, ցեզի մաղթեմ բարի գիշեր, շնորհակալ եմ, որ ուշ գիշերին նույնիսկ համացանեցաք եւ ինձ հետ հարցազրույց եղաք։ Ժամանակին մի քիչ առաջ իրար լավ չէինք հասկանում, մի քիչ ցեզի որ խոսում էի, մի քիչ այսպես ագրեսիվ էիք մոտենում։ Ես ցեզի լավ չէի հասկանում, դուք ինձ, սակայն միշտ կարողանության մեջ Մեր մեջ ագրեսիա չի եղել, Պետրոս, մենք միշտ լավ ենք շփվել։ Չէ, Ես ասել այդպես եք եմ մի հիշում։ անգամ վաղուց, ամուշ մի խոսիր։ Դա նախքան մեր հարցազրույցներն էր։ Չէ, it's okay, ես հասկանում եմ, որ օդ է գտրի եւ հասկանում եմ, որ ձեր ինձ ժամանակին գայվորը մարդուն intention-ն է եւ ես ձեր intention-ը շատ կարգեմ, գիտեմ որ ձեր intention-ը փյուդեր է, մաքուր է եւ զուտ, ամենից որ ձեր անտեպ գիտեք որ ես շատ մեծ հարկանք ունիմ։ Դոկտոր Հայկ Մարտիրոսյան, շնորհակալություն եւ բարի գիշեր եւ դարձյալ գանտիբինգ։ Բարի գիշեր։ Ես եմ շնորհակալ։ Բարի գիշեր։